Իդիոտ մասին ասում, կամ ներողություն խնդրեմ, ասում ես կտենաս որ կխնդրես ես իմ պիտակները ամեն օր ասեմ, ինչ պիտակավորում տվել եմ ասում եմ, ես ախոս ամեն հանցագործություն պակսելով եմ ասում։ Անցած նիստի, հիմա լսեք, եղբայր Մերապետ, ես սոս մնա, ինձ ասում է, որ ես հստակաշակ բազանող եմ, ասում չեմ ասում, լսեք, հիմա մարդիկ են ուսում, լսեք, պարոն Սարգսյանը ես եմ, Աշոտ Սարգսյանը ես եմ, իմ երույթից հետո ասում է դուք հստակաշակ բաժանող եք, մի քիչ առաջ ես մոտենում, պարոն Խաչատրյանը ասում է, ես դες բան բայց չեմ հիշում, ես դες չեմ ասել, հաստատի ինձ ասեմ, ես ապացուցում եմ, որ ՔԲ սուտ ու շառ է արել իմ վրա։ Կներեք, Աշոտ Սարգսյանը դուք եք, բայց պարոն Սարգսյանը դուք չեք։ Չէ, իմ ելույթից անմիջապես կոպեկ ասի, որ վերցրել եք, այդ կոպեկ հետ, որ ասում եք բերեք, բա բերեք, ու իմ ելույթին հակադարձման նույն պատասխանով, որ կոպեկ Ես էլ հիմա ասում եմ, կամ դուք բանսարկու եք, կամ ձեր պարտի չեք, կամ հանցագործություն թաքցնող եք, կպիտակավորում, եթե այսօրվա ընթացքում ինքը ներողություն չխնդրի հանրային, որովհետև դա հանրային է։ Դե ասած իրավական ճանապարհով գնաց։ Կամ էլ կփորձենք իրավական ճանապարհով գնալ, բայց այդ պիտակը ցանկացած պարագայում ես ապացուցել եմ իրավական ճանապարհից այս ձայնագրությունն է, որ եթե ինքը թաքցրել է հանցագործություն, այլ հանցագործ է ինքը։ Կամ ձեր պարտի չա։ Երկուսից մեկն է։ Բայց ես կարծում եմ ձեր պարտի չա։ Թող ինքը կարողանա դատի տալ, որովհետև իմ մասին ելույթից ասել է այդ մարդը։ Հիմա ես ասում եմ ներողություն խնդրի, վերջանանք գնա, որ սխալ ես արել։ Թե տաքացած ըսեղը, թե ձեր վատ բաները, որ չեք կարող աշխատեք վեր եմ հանել, դրանից ելնելով ուզել ես թաքցնես, կոծկես, ու տենց մեղադրանք եք առաջադրել ինձ։ Բայց որտեղ ասել, Ավականու նիստին, անցած ավականու նիստին, ես ուղղակի դուրս էի եկել դուրս, իմ ոնց որ ես խոսքից հետո դուրս եմ գալիս դուրս, ես հետո եմ գնում, բացում եմ ստուգում եմ, նոր տենում տենց բան ա եղել։ Այսյանի որտեղ եք բաժանել։ Գիտեմ ընտրակաշարքը որտեղ եմ բաժանում, ընտրակաշարք տվող եմ ես համարվում, ըստ իրա։ Ես էլ ներկայացնում եմ, որ ես 18 թվականից առաջ իմ ամբողջ կենսագրության մեջ ես չեմ եղել քաղաքական պրոցեսների ոչ մի տեղ, չի եղել իմ խմբակցությունը պիտակավոր Դե գլուխը պատին տվեց ամբողջ խմբակցությունը, ես էլ ասում եմ ՔՊ-ն, եթե նա նույն ձևով, եթե չընդունի իր ավականու վարքագիծը, ամբողջ մեխանիզմով ասում եմ իրենք շառանող մարդիկ են, իրանք սուտ տարածող մարդիկ են, այո ես ապացուցել եմ, նաև ելույթը լսել ասեցի, դուք ստախոս են իրենք, որովհետև նաև էմոցիոնալ բերել էին մանկապարտեզների այստեղ հարց, ես նույնը հարցով ելույթով անդրադարձա, որ դուք սա պոպուլիստական նախագիծ եք բերում, նորից 26 թվականի ընտրություններին են պատրաստվում իրանք, նորից նախկին ներկայի թեզ են ուզում բերեն, այնինչ չեն կարող ոչ մեկ իսկ կպցնեն, իմ տարիքն չի բռնում, որ ես 30 տարի առաջ ինչ-որ բան կարած լինեի, ուղղակի իրանք տեսնում են, որ չեն կարող անձին պիտակ կպցնեն, սկսում են ասած թիմային, վայ դու մեկին բարևել ես, կամ լավ մեկին հարգել ես, ես շատ մարդկանց հարգել եմ, հարգում եմ, հարգելու եմ, այո, ես ինչ եթե մեկին հարգում եմ, ուրեմն հարգում եմ մինչև վերջ։ Հետևաբար դա ում նկատի չունեմ, բոլոր շատ մարդկանց, դուք ում նկատի ունեք չգիտեմ Վահե ջան, բայց ես շատ մարդկանց թե քաղաքական ուժերի, թե իրաց նախկին ասած որոշ անձերի, ես շատ մարդկանց կարամ հարգեմ այս երկրում, թե ոչ քաղաքականության զբաղված։ Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան եմ արել։ Մեկին ակնարկելով են այդպես ասում, դա է հարցը։ Ես չգիտեմ, իրանք թող պատասխանեն ում են նկատի ունեն, ես հիմնավորեցի, որ ինչ-որ մեկին էլ եթե կարողանայիք ակնարկեիք, դուք չեք կարող ինձ ասեք, ես ընտրակաշարք եմ բաժանել, դա մեղադրանք է իմ հանդեպ, կամ դուք թաքցրել եք, եթե նման տեղեկատվություն եք ունեցել, ինչի՞ չեք դատախազության դիմել, ինձ կանոնավորեն։ Եթե ոչ, ապա զրպարտի չեք դուք։ Սա էլ ապացույցն է, ձայնագրությունով ապացուցի, որ ես մարդիկ զրպարտությամբ են զբաղված, բայց այսօր ես հիմա նորից եմ ասում, ժամանակ եմ տալիս պարոն Խաչատրյանին, կարող եմ մի քիչ տաքացել, կամ չէր պատկերացնում, որ կարող է սուտ բռնվի, ԿՊԱ-կանի սուտը վերջապես բռնենք։ Հիմա այսօրվա ընթացքում եթե չտա, հետագայում արդեն հասկանանք ներողություն, ինչ գործընթաց կսկսենք, թե ես գնահատական կտամ միշտ, դա այսինքն ժամանակ եք տալիս, այսինքն այսօր ինքը ավարտի կներողություն եք հանրային ձևով ներողություն։ Այո, հանրային ա եղել, հանրային էլ պիտի լինի, ես ոչ մի թաքցնելու բան չունեմ։ Պարոն Սարգսյան, չնայած իրենց շատ թիմակիցներ քացիներով, սմբակներով եւ հայերեններով են փորձում պատասխան ստանալ, այսինքն պատասխանը ստանալ դիմացինից, բայց ինքը օրինակ հորդորեց ավելի քաղաքական ճանապարհով գնալ, իրավական ճանապարհով, դիմեք օրինակ իրավապահներին, ասեք ինձ զրպարտել է
Ալեն Սիմոնյանը մոտ դիմել Տեսեք, նոր մի քիչ առաջ ես իր հետ առանձին խոսում եմ, ինքը ուզում էր խոսել, ես ցույց էի տալիս իր սուտը, որ ինքը մի քիչ առաջ դուք եկաք նկարելու, ինքը փորձեց հանրությունից նորից թաքնվել, իսկ ես չունեմ հանրությունից թաքնվելու ոչ մի խնդիր, եթե ինքը մեղավորություն չունի, պիտի թաքնվի մեր քաղաքացիներից, ես բաց ու թափանցիկ եմ մեր ժողովրդի առաջ, ոչ մի թաքցնելու բան չունեմ, թե տեսանկարահանումներով լրիվ ազատ է ամեն ինչ, մենք չենք թաքցնելու ոչ մի բան մեր քաղաքացիներից, իսկ իրանք եթե սխալ են լինում, փորձում ենք կոծկել այսպես նմանատիպ դեպքերով, տեսեք դիմաց։ Ես ապացույցներ էի ցույց տալի ձեր ներկայությամբ, որ ինքը տեսնել, որ այդ իմ մասին է խոսում ինքը, բայց ինքը փորձեց դիմաց։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։